Պետական իրավական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Նախորդ տարվա համեմատ հաշվետվության առումով աշխատակազմում մեծ փոփոխություններ չկան։ 2025 թվականին պետական բյուջեի մասին օրենքով հաստատվել է 11 ծրագիր եւ 50 միջոցառում։ 2025 թվականին կառավարության որոշմամբ ավելացվել է 7 միջոցառում։ 57 միջոցառումից կատարվել է 55-ը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ազգային ժողովի պետական իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 10-ին գումարված համատեղ նիստում։ Ըստ Հարությունյանի հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22.5 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96%-ը։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները, նաև նշել, որ վարչապետի աշխատակազմում չեն ավելացել ավտոմեքենաներ եւ հաստիքներ։ Արցախյան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահգործման սպասարկման միջոցառման շրջանակներում այս ծրագիրն է իրականացվել, ծախս կատարողականը 100% է, բայց նախորդ տարվա համեմատ 26%-ով նվազում ունենք։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի խոսքով 2025 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին նախագահի լիազորությունների իրականացման ապահովում ծրագրով նախատեսված է եղել հատկացնել 1 միլիարդ 658 միլիոն 673 հազար դրամ։ Ճշտված պլանը կազմել է 1 միլիարդ 711 միլիոն 427 հազար դրամ։ Փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 627 միլիոն 337 հազար դրամ, ինչը ճշտված պլանի 95%-ն է։ Ծրագրով իրականացվել են հետևյալ 3 միջոցառումները, դրանցից առաջին Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում։ Այս միջոցառման տարեկան պլանը կազմել է 1 միլիարդ 669 միլիոն 515 հազար դրամ, փաստացի ծախսվել է 1 միլիարդ 594 միլիոն 234 հազար դրամը, ինչը կազմում է ճշտված պլանի 95.5%-ը։ Տնտեսվել է 75 միլիոն 281 հազար դրամ։ Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել ազգային ժողովի աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Ըստ նրա հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7 միլիարդ 72 միլիոն 937 հազար դրամ։ Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ ազգային ժողովի բնականon գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ։ Հաշվետու տարում կառավարության որոշմամբ ազգային ժողովին հատկացվել է 545 միլիոն 516 հազար 300 դրամ։ Ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 7 միլիարդ 603 միլիոն 28 հազար 300 դրամ։ Ծախսը 7 միլիարդ 484 միլիոն 585 հազար 800 դրամ։ Բյուջեն կատարվել է 98.4%-ով եւ ճշտված բյուջեի կատարված ծախսի միջև շեղումը կազմել է 118 միլիոն 442 հազար 500 դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե։ Ազգային ժողովի կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները. ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ։ 25 թվականի ճշտված բյուջեն կազմել է 6 միլիարդ 705 միլիոն դրամ, իսկ ծախսը 6 միլիարդ 685 միլիոն դրամ։ Բյուջեն կատարվել է 99.7%-ով։ Ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 միլիոն 700 հազար դրամ։ Այնուհետև ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Նայիրի Գալստյանը ներկայացրեց ԲԴԽ եւ դատարանների կողմից իրականացված ծրագրերն ու կատարողականը։ Ըստ նրա դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագրի շրջանակներում 2025 թվականին պետական բյուջեից տարեսկզբին հատկացվել է 17 միլիարդ 154 միլիոն 123 հազար դրամ։ Կառուցվածքային առումով Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում 1080 ծրագիրը ներառում է 23 միջոցառումներ։ Դատական համակարգի կատարողականի հաջորդ զեկույցը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանինն էր։ Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի բյուջեի կատարողականը բաղկացած է 1.1092 Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում ծրագրից, որը ներառում է 3 միջոցառում։ 11001 Սահմանադրական դատարանի գործունեության եւ սահմանադրական արդարադատության ապահովում,
11002 սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ եւ 31001 սահմանադրական դատարանի տեխնիկական հագեցվածություն։